Լիաննան ասում է. նախ կուզեմ շնորհակալություն հայտնել ձեր պայքարի համար։ Հասկանում եմ, որ ձեր հայացքներն ու գաղափարները հակասում են Թոգի մտքերին ու գործունեությանը, բայց չեք կարծում, որ նրա անունը օգտագործելով ձեր եթերի վերնագրերում եւ մի քանի բառ եթերում օգտագործելով նրա դատավարության մասին կհանգեցնի նրան, որ նրա լսարանի ինչ-որ մասը կմիանա ձերին եւ դուք կկարողանաք նրանց վարակել ազգային գաղափարներով եւ հասկացություններով եւ եթե մի օր հրաշքով X պահը լինի, կարող է նրանք նաև ֆիզիկապես աջակցեն ձեզ։ Նախանրադառնանք երևի մի փոքր, հա։ Վարդան Ղուկասյանի հետ կապված ինչ կատարվում է հիմա, բնականաբար ես իմ անձնական կարծիքը կարող եմ հայտնել, որ շատ լավ պետք է լիներ, որ Հայաստանի իշխանությունները ցախողվեին, այսինքն չկարողանային Վարդան Ղուկասյանին ֆերման ենթարկել Հայաստան։ Անկախ Վարդան Ղուկասյանի գործելավոճի հետ կապված համագործիկ ենք թե չէ եւ այլն, պիտի այնտեղ կա գնահատելի գործեր կա, որ Վարդան Ղուկասյանը արել է, առնվազն մի քանի տարի է կարողացել է այդ մարդը այնպիսի տեղեկություններ դնել շրջանառության մեջ, որի միջոցով շատերի աչքերը բացվել են, հա, առաջնահերթորեն ինչ որակի իշխանությունների օրոք են ապրում եւ այլն, կամ նույն Վարդան Ղուկասյանի շնորհիվ բազմաթիվ սոցիալական հարցերի նա հերավար իր գործունեությամբ կարող է ձևը գտել է, ազդել է եւ բազմաթիվ մարդկանց կարողացել է օգուտ տա։ Ինչ վերաբերում է շատեր կարծում են, որ քանի որ Վարդանի ոճը, հա, մեր ոճից շատ տարբերվում է, մենք չենք կարող որևէ հարցի շուրջ գործակցել, այդպես չի։ Նաև ես ուզում եմ հիշեցնել 23 թվականին, երբ մենք շուրջօրյա հրապարակում էինք Արցախի հայաթափման նախորդող օրերն էր, շաբաթներն էր, այդ օրերին հրապարակավ մի քանի հեռախոսազրույց ենք ունեցել, անցամբ ես հեռախոսազրույց եմ ունեցել, նա իր աջակցությունն է հայտնել, նա իր համախոհներին գոչ է արել մեր երթերին հավաքներին մասնակցի եւ իր գոչը արդյունք տվեց, մենք այդ օրերին նկատեցինք, մարդիկ եկան, ծանոթացանք, կուզեմ ասել, մենք եղել ենք քաղաքական մեր գործունեությամբ, կշարունակենք մնալ քաղաքական, այսինքն առաջիկա ժամանակահատվածում մեր նպատակին հասնելու համար, երբ որ խոսում ենք համախմբումից, բարինփուն իմաստով քաղաքական դրամապանությամբ ենք դա, հա, սիմպաթիաներով չէ որ առաջնորդվում ենք, կամ զգացմունքներով չէ որ առաջնորդվում, կամ ճաշակով չէ որ առաջնորդվում ենք, այլ ու գա հստակ քաղաքական նպատակ, այդ քաղաքական նպատակին հասնելու համար պիտի լինի նաև քաղաքական մարտավարություն։ Բևեր եղել է միշտ այդ դրամապանության շրջանակներում, այսօր էլ կա, ամփոփելով խոսքս ուզում եմ այս թավաջան իշխանություններին չի հաջողվի Վարդան Ղուկասյանին Հայաստան հասցնել։ Վարդանը գկա Հայաստան շատ ավելի մի լավ ժամանակներում, ազատ ժամանակներում նա եւ բազմաթիվ դասնյակ վստահ եմ, որ հազարավոր հայ մարդիկ սպասում են վերադառնալու Հայաստան։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։